Ընտանիք կազմելը մարդու կարևորագույն ձեռքբերումներից է։ Ցավոք, ոչ բոլոր զույգերին է տրված երեխա ունենալ հեշտությամբ։ Երեխա ունենալու մեծ ցանկությունը բազմաթիվ զույգերի ուղղորդում է արտամարմնային բեղմնավորման դժվարին և երկարատև ճանապարհը հաղթահարելու Աստղիկ բժշկական կենտրոնի բժիշկների հետ, որտեղ 2018 թվականից մինչ օրս արտամարմնային բեղմնավորման ճանապարհով լույս աշխարհ է եկել շուրջ 1000 բալիկ։ Ինչպես են զույգերը հաղթահարում այդ երկարատև բուժման ընթացքը, որն է հուսահատությունը կոտրելու բանալին, ինչ միֆեր են կոտրվել Աստղիկ բժշկական կենտրոնում։ Բժշկի մոտ զրուցել ենք Աստղիկ բժշկական կենտրոնի մանկաբարձ գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ Իրինա Սահյանի հետ։ Արտամարմնային բեղմնավորումը դա վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների գործընթաց է, որի ժամանակ ձվարաններից պունկցիայի միջոցով արտածծվում է ձվաբջիջները, որոնք բեղմնավորում են օրգանիզմից դուրս լաբորատոր պայմաններում սպերմատոզոիդներով և ստացված սաղմերը տեղադրում ենք արգանդի խոռոչ։ Սա վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների ամենաէֆեկտիվ միջոցառումներից է և երիտասարդ տարիքային խմբում մինչև 35 տարեկան կանանց խմբում հասնում է 40-ից 45%-ի մեկ փորձի ժամանակահատվածում ուրեմն հղիանալու շանսերը։ Արտամարմնային բեղմնավորման դիմում ենք այն դեպքում, երբ որ ունենք արգանդափողերի անանցանելիություն կամ վիրահատական միջամտություն է կատարվել և ուրեմն հեռացվել են արգանդափողերը։ Երկրորդը, եթե ունենք արական արտահայտված շեղումներ, այսինքն սպերմայում արտահայտված ցուցանիշների նվազեցում ունենք, որոնք հնարավոր չէ շտկել ոչ վիրահատական միջոցառումների ընթացքում, ոչ դեղորայք օգտագործման արդյունքում։ Այս դեպքում ևս ստիպված ենք դիմել արտամարմնային բեղմնավորման։ Եթե ունենք տարբեր էտիոլոգիաների պատճառով անպտղություն և մենք չենք կարողանում գրանցել ուրեմն հղիություն այլ բուժական միջոցառումների արդյունքում, նման դեպքում ևս ստիպված ենք դիմել արտամարմնային բեղմնավորման։ Ինչպես նաև արտամարմնային բեղմնավորման ենք դիմում այն դեպքում, երբ ունենք ուրեմն հստակ ցուցում սուրոգատ մոր միջոցով հղիություն գրանցելու և ունենք այնպիսի խնդիր, որ պետք է հղիություն գրանցենք դոնորական ձվաբջիջներ ուրեմն օգտագործելով։ Ինչպես նաև արտամարմնային բեղմնավորման ստիպված դիմում ենք այն դեպքում, երբ կնոջ մոտ ձվարանների պաշարը խիստ ցածր է կամ ունենք ռեպրոդուկտիվ բարձր տարիք և այս դեպքում ևս ստիպված դիմում ենք արտամարմնային բեղմնավորման, որպեսզի շատ կարճ ժամանակահատվածում գրանցենք ուրեմն սպասված հղիությունը։ Բժշկուհի, արտամարմնային բեղմնավորումը կնոջ օրգանիզմի համար որևէ ռիսկ պարունակում է։ Տեսեք, արտամարմնային բեղմնավորումը ունի իր բարդությունները և այս բարդություններից ամենամեծ համարվող և անհատական է, և նաև այստեղ կան հստակ բարդություններ, որոնք հնարավոր են արտամարմնային բեղմնավորման իրականացման ժամանակահատվածում, բայց ժամանակին ախտորոշելու և այս խնդիրներին լուծում տալու պարագայում իրենք կյանքին վտանգ չեն սպառնում։ Որոնք են այս խնդիրները։ Արտամարմնային բեղմնավորման բարդությունները հետևյալն են. եթե ունենում ենք ձվարանների գերխթանման համախտանիշ և գերխթանման համախտանիշը լինում է թեթև, միջին, ծանր աստիճանի, սովորաբար ծանր աստիճանի պարագայում հոսպիտալացվում է պացիենտը և բուժում է իրականացվում, իսկ թեթև և միջին աստիճանի պարագայում իրականացնում ենք ամբուլատոր բուժում և նշանակվում է մեծ քանակությամբ հեղուկներ, սպիտակուցային սնունդ, ինչպես նաև հակակոագուլյանտ և հակաագրեգանտ թերապիա։ Արտամարմնային բեղմնավորման բարդություններից է բազմապտուղ հղիությունը։ Ներկայումս բազմապտուղ հղիություն ավելի քիչ է արձանագրվում, քանի որ սովորաբար տեղադրում ենք 2 էմբրիոնից ոչ ավելի, որպեսզի բազմապտուղ հղիության շանսերը մենք քչացնենք։ Արտամարմնային բեղմնավորման բարդություններն են նաև պունկցիայի ժամանակ ձվարանների ուրեմն հնարավոր բարդությունները, դրանք թարախասեպտիկ բարդությունները, արյունահոսությունները, ինչպես նաև արտամարմնային բեղմնավորման ժամանակ կարող ենք ունենալ արտաարգանդային ուրեմն հղիություն։ Սա ևս արտամարմնային բեղմնավորման բարդություններից է և ի ուրախություն մեզ ավելի հազվադեպ հանդիպող բարդություն ձվարանների ոլորումը և ապոպլեքսիան։
Այս նորից եմ կրկնում, եթե ժամանակին ախտորոշենք եւ ժամանակին կատարենք միջոցառումները անհրաժեշտ, այս բոլոր բարդությունները կյանքին վտանգ չեն սպառնում։ Արտամարմնային բեղմնավորման վերաբերյալ տարածված միֆեր կան եւ այդ միֆերը շատ են։ Կխնդրեմ մի քանի միֆերի մասին դուք խոսեք եւ կոտրենք այդ կարծրատիպերը։ Ամենահաճախ հանդիպող միֆերից է այն, որ արտամարմնային բեղմնավորում իրականացնելու ժամանակ հնարավոր է ուռուցքի առաջացում, հիմնական վախերից է պացիենտների մոտ դա։ Ի սկզբանե ուզում եմ նշել, եթե ըստ պատշաճի հետազոտված է զույգը եւ նման նախատրամադրվածություն զույգի մոտ չկա, մեր միջոցառումները որպես կանոն ուռուցք չեն առաջացնում եւ նման մտավախություններ պետք չի ունենալ։ Ինչպես նաեւ կան միֆեր, որ արտամարմնային բեղմնավորման արդյունքում ծնված երեխաների մոտ խնդիրներ ավելի հաճախ են հանդիպում, ոչ հստակ հերքում եմ եւ ավելին ասեմ, պոպուլյացիայի համեմատ արտամարմնային բեղմնավորմամբ ծնված երեխաները ավելի առողջ են։ Խոսենք հակացությունների մասին նաեւ։ Արտամարմնային բեղմնավորման հակացություններ կան, եթե կնոջ մոտ կան արտահայտված սոմատիկ խնդիրներ, այն է երիկամի, սրտի, լյարդի ախտահարումներ, եւ այս ախտահարումները պետք է լուրջ լինեն, որի արդյունքում մենք արտամարմնային բեղմնավորում իրականացնել ուղղակի հնարավորություն չենք ունենա, ինչպես նաեւ շաքարային դիաբետի ձևերի պարագայում եւս մենք չենք իրականացնում արտամարմնային բեղմնավորում, արտահայտված հոգեշեղումների պարագայում հակացում է արտամարմնային բեղմնավորումը, ինչպես նաև եթե կնոջ մոտ հայտնաբերվել է օնկոլոգիական որոշակի խնդիրներ եւ դրանց ստադիաներ ունենք, որոնց դեպքում եւս հակացուցված է արտամարմնային բեղմնավորումը։ Եվ վերջում խոսենք Աստղիկ բժշկական կենտրոնում արտամարմնային բեղմնավորման գրանցացուցանիշների մասին։ Աստղիկ բժշկական կենտրոնում 2018 թվականից գործում է ռեպրոդուկտոլոգիայի բաժանմունքը եւ մենք ունենք գրանցված մոտ 1000 բալիկի ծնունդ, որը մեծ հաղթանակ է մեզ համար։ Աստղիկ բժշկական կենտրոնի ռեպրոդուկտոլոգիայի բաժանմունքում գործում են ոլորտի բարձրակարգ մասնագետները եւ իրենց աշխատանքի հիմքում դնում են ոչ միայն գիտելիքն ու փորձը, այլ նաեւ յուրաքանչյուր բուժառուին անհատական մոտեցում, նվիրվածությունն ու հոգատարությունը։ Մեզ համար կարևոր է ոչ միայն արդյունքը, այլ նաեւ գործընթացի որակը։ Մենք առաջարկում ենք վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների ողջ փաթեթը, ներարգանդային սերմնավորում, արտամարմնային բեղմնավորում նախաիմպլանտացիոն գենետիկ թեստավորմամբ։ Առաջարկում ենք դոնորական ձվաբջիջ եւ սերմնաբջիջների կիրառում։ Առաջարկում ենք դոնոր սուրոգատ մոր ծառայություն։ Ինչպես նաև հնարավոր է մեզ մոտ իրականացնել սերմնաբջիջների եւ ձվաբջիջների սառեցում եւ երկարաժամկետ պահպանում։ Եվ այս բոլորը հաստատված է ոսկե ստանդարտի միջոցով GCI հավաստագրմամբ։ Շնորհակալ եմ, շատ հետաքրքիր եւ կարծում եմ շատերին հետաքրքրող հարցերին սպառիչ պատասխան տալու համար։ Բոլոր այն զույգերին, ովքեր ունեն անպտղություն, ես կոչ եմ անում, որ միասին անցնենք այս ոչ հեշտ ուղին սիրո եւ վստահության մթնոլորտում։ Ջերմ եւ հոգատար վերաբերմունք։ Նորագույն տեխնոլոգիաների կիրառում։ Տարածված հիվանդությունների կանխարգելում։ Անվտանգ եւ ապահով միջավայր։ Բացառիկ սարքավորումներ։ Միջազգային համագործակցություն։ Չինիսկորվանից միակը Հայաստանում ISO 9001 որակավորմամբ։ Շարունակական զարգացում եւ աճ։ Աստղիկ բժշկական կենտրոն։